Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Շարունակվել է վարչապետի աշխատանքային այցը Լոռու մարզ։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը այդ մարզում էր ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։ Սպիտակ համայնքում վարչապետը շրջել են նոր կառուցված մոդուլային տիպի 144 տեղ հզորության մսուր մանկապարտեզում ծանոթացել ստեղծված պայմաններին։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 միլիոն դրամ։ Իսկ Գարգարում էլ Նիկոլ Փաշինյանի ներկայացվել է կրթահամալիրի կառուցման ընթացքը։ Արդեն 2026 թվականին Գարգարը կունենա նոր կրթահամալիր, որը բաղկացած կլինի 200 երեխայի համար նախատեսված միջնակարգ դպրոցից եւ 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզից։ Հաջորդիվ վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոց, որը նախատեսված է 432 աշակերտի համար։ Այս հաստատությունն ընդգրկված է կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում։ Այստեղ կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել եւ շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով։ Եվ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ կառավարությունը ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դպրոցն իր ֆիզիկական միջավայրով եւ բովանդակությամբ կօգնի, որ աշակերտներն իրենց հետագա կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։ Վարչապետը խոսել է բոլոր դպրոցներում հստակ ձևակերպված ուղերձի առկայության կարևորության մասին։ Ի վերջո դպրոցի եւ կրթության ամենակարևոր նպատակը այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով նկատի ունենք, որ լավ ապրեն։ Եվ սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այն կարգախոսը, որը կառավարությունն առաջարկում է որպես նախագիծ, բոլոր աշակերտներին պետք է ազդարարի՝ լավ սովորիր, որ լավ ապրես, քանի որ լավ ապրելն ու բարեկեցությունը հենված են միայն գիտելիքի վրա։ Վարչապետը խոսել է նաև աշակերտի համար ուսուցչի աշխատանքի կարևորության մասին, ընդգծել, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել եւ ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։ Ցավոք, մենք երկար ժամանակ այդպիսի խոսույթներ ենք տեսել, Հայաստանում այդ խոսույթները հետաքրքիր է, ուշադրություն չենք դարձրել, կողքով անցել ենք ու չենք նկատել, որ բազմաթիվ աշխատանքներ երբեմն նույնիսկ ուսուցչի աշխատանքը ընկալվել է որպես թե որ տնից դուրս գանք, տնից դուրս գալու տեղ լինի եւ այլն եւ այսպես շարունակ, որը ինքը թվում է թե շատ պարզ կենցաղային հեշտ լուծվող հարց է, բայց ինքը ոչ միայն շատ բարդ իրավիճակ է, այլև իր հետևանքներն են շատ ծանր եւ հանրության, եւ կրթության, եւ աշակերտների համար, եւ մենք դա պետք է բացառենք։ Փաշինյանի դիտարկմամբ պետք է վստահ լինել, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը պայմանավորում է երեխաների լավ սովորելու, ինչպես նաև հետագայում լավ ապրելու հնարավորությունը, ունի պատշաճ հմտություններ։ Եվ ուզում եմ, որ իսկապես մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու բարեկեցության հարթակ եւ ինչքան խոսում ենք այս մասին եւ մտածում ենք, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունը այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում եւ ինչ որակով, ինչ տրամաբանությամբ, ինչ հետևականությամբ, ինչ աշխատանքով այդ ապագան կկառուցվի, այդ ապագան կլինի համապատասխան այդպիսին եւ կարտահայտվի ոչ միայն ապագայում, այլև այսօր։ Վարչապետն աշխատանքային այս այցի շրջանակում այցելել է նաև Ալավերդի Սանահին կայարան թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը։ Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 միլիոն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել նախորդ տարվա հեղեղումների հետևանքով։ Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Առանձնազրույցի ընթացքում դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը 2026 թվականին Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է նաև տարածաշրջանում տևական կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի կողմից գործադրվող հետևողական ջանքերը։ Առանձնանշելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունը, նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը եւ ենթակառուցվածքային ողջ ներուժի բացահայտման ուղղված Հայաստանի կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման նշանակությունը։ Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է։ 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց մամուլի ազատության միջազգային օր։ Մամուլի ազատության միջազգային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի եւ կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություն է, որը ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատությունը ամրագրված է Հայաստանի սահմանադրության 27-րդ հոդվածով։ Իդեպ մամուլի ազատության ցուցանիշներում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության 2025 թվականի ինդեքսում Հայաստանը իր դիրքերը բարելավել է 9 հորիզոնականով, հայտնվելով 34-րդ տեղում։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը, ովքեր մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին մերժել է հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Միացյալ Նահանգները դեռևս չի հրաժարվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև միջնորդի իր դերից, սակայն իրավիճակը կփոխվի, եթե հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը, մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Վաշինգտոնը հրաժարվում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում միջնորդությունից։ Մեր դիրքորոշումն այս պահին մնում է նույնը, սակայն եթե առաջընթաց չլինի, դա կփոխվի, եւ այդ փոփոխությունը կվերաբերի մեր գործողություններին որպես միջնորդ, սակայն մենք դեռ այդ փուլում չենք։ Խոսնակը նշել է, որ բանակցային գործընթացից հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ պետական դեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագրին։ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի կառավարությանը F-16-ների հետ կապված ծառայությունների, օդաչուների ուսուցման, ինչպես նաև սարքավորումների հնարավոր վաճառքը մոտավորապես $310.5 միլիոն արժողությամբ։ Գերատեսչությունն արդեն տրամադրել է անհրաժեշտ հավաստագիրը կոնգրեսին տեղեկացնելով առաջարկվող վաճառքի մասին։ Ուկրաինան ստացել էր F-16 կործանիչներ ԱՄՆ դաշնակիցներից նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից թույլատրված փոխանցման շրջանակում։ Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան հայտարարել են փոխադարձ հարվածների մասին։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ ռուսները անօդաչուներով հարվածներ են հասցրել Խարկովին, ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ թիրախավորվել են բնակելի թաղամասեր, վնասվել է մասնավոր տուն, բազմաբնակարան շենք, խանութ եւ ավտոկայանատեղի։ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է անօդաչուների հարվածները եւ կրկին կոչ արել գործընկերներին ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Իր հերթին ռուսական կողմը հայտարարել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի շրջաներում եւ Ղրիմի տարածքում որսացել եւ ոչնչացրել են ավելի քան 170 ԱԹՍ-ներ, պայթյուններ են լսվել Ղրիմում, Նովորոսիսկում բնակելի շենքեր են վնասվել, կան տուժածներ, քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Հնդկաստանի արևմտյան Գոա նահանգի տաճարներից մեկում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Շրի Լայրազ ադրամենամյա փառատոնի ժամանակ, որը հայտնի է իր միջոցառումներով, այդ թվում կրակի վրայով քայլելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում լուսանկար է հրապարակել, որտեղ նա պատկերված է որպես Հռոմի պապ։ Նկարում նա նստած է ոսկեզօծ գահին, հագին սպիտակ հագուստ, գլխին միտրա եւ կրծքին մեծ ոսկե խաչ։ Աջ ձեռքի ցուցամատը բարձրացված է վերև, իսկ մատնեմատի վրա կարելի է տեսնել պապական մատանին։ Լուսանկարը հավանաբար ստեղծվել է նեյրոցանցերի միջոցով։ Թրամփը նկարը հրապարակել է առանց որևէ գրության։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կատակել էր, որ պատրաստ է դառնալ Հռոմի նոր պապ։
Իսկ այս ընթացքում Վատիկանում պատրաստվում են Հռոմի նոր պապի ընտրությանը։ Մայիսի 7-ին նախատեսված կոնկլավին ընթառաջ Սիկստինյան մատուռի տանիքում տեղադրվել է ծխնելույս, որի սպիտակ ծուխն ազարարելու է Սուրբ Աթոռի հաջորդ քահանայապետի ընտրության ավարտը։ Հաջորդ պապի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի, իտալացի Պիերտո Պարոլինիի, կանադցի Պիտեր Թուրքսոնի անունները։ Կոնկլավին մասնակցելու են 133 կաթոլիկ կարդինալներ։ Նրանք փակվելու են Սիկստինյան կապելայում։ Ընտրությունները շարունակվելու են ամեն օր, մինչև թեկնածուներից մեկը չստանա ձայների 2/3 մեծամասնությունը։ Յուրաքանչյուր փուլից հետո քվեաթերթիկները կայրվեն։ Սև ծուխը կվկայի անորոշ քվեարկության, մինչդեռ սպիտակ ծուխը Հռոմի նոր պապի ընտրության մասին։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Այսօր Երևանում կազմակերպվել է համաքաղաքային շաբաթօրյակ։ Այն սկսվել է առավոտյան ու անցկացվել է բոլոր 12 վարչական շրջաններում։ Շաբաթօրյակին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Բնակավայրը սիրելու դրսևորումներից մեկն այն մաքուր պահելն է։ Մայիսյան առաջին շաբաթ օրը առավոտյան 10-ից բոլոր վարչական շրջաններում հնարավոր էր գտնել բահերով, աղբի տոպրակներով քաղաքացիների։ Նախորդ օրը Երևանի քաղաքապետարանն իր Facebook-յան էջում հայտնել էր համաքաղաքային շաբաթօրյակի մասին եւ հրավիրել քաղաքացիներին մասնակցելու։ Շենգավիթ վարչական շրջանի շաբաթօրյակներից մեկն անցկացվում էր Կոմիտասի զբոսայգում։ Այստեղ ընթացող աշխատանքներին մասնակցում էր նաև քաղաքապետը։ Ինչպես հայտնեցին քաղաքապետարանից, այս տարի մասնակիցների թիվը սպասվածից մեծ է։ Ներգրավված են ավելի քան 18000 մարդ։ Լավորից չի շաբաթօրյակ անելը։ Բարձ խոսենք։ Եթե մեր հասարակությունը մարդիկ բարեխիղճ վարվեն, իրենց շրջապատի, իրենց բակի, իրենց այգու, իրենց տարածքի համար նկատմամբ շաբաթօրյակի անհրաժեշտություն չէր առաջանա։ Հիմա եթե դուք նկատեցիք, ամբողջ տարածքը ողողված է կոշտ կենցաղային աղբով։ Տնից ինչ դուրս են բերել, ձեռք եղածը ամբողջը շպրտել են այստեղ։ Եվ կանաչ գոտում, եւ մանկապարտեզի հարևանությամբ եւ ամենուր։ Ամբողջ մեր ընդհանուր օգտագործման շրջակա միջավայրը, փողոցները աղտոտվում են հենց մեր բնակիչների կողմից։ Ուրեմն լավագույն ելքը հանրային այնպիսի գիտակցության հասնենք, Երևանը սիրելով Երևանը չաղտոտենք։ Շաբաթօրյակի համար ընտրվել են 150 հասցե տեղանք։ Կամո Արեյանը հայտնեց, որ հավաքված ամբողջ աղբը օրվա վերջում կտեղափոխվի քաղաքային աղբավայր։ Կոմիտասի պուրակում մաքրություն իրականացնում են ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ այլ վարչական շրջանների բնակիչներ։ 72-ամյա Թաթուլ Պապը ծնված օրվանից բնակվում է այգուն հարակից բակում եւ պատմում է, որ բակի բնակիչներով ահել-ջահել իրենց պարտքն են համարում պարբերաբար իրականացնել մաքրություն։ Մենք մեր տեղի եղած ջահելներով եւ ահելներով աշխատում ենք մաքուր պահել։ Անգամ կարող եք իջնել ներքևն էլ տարած կա, անձամբ ես էլի 3 հոգով այդ ամբողջ երևի 150-200 քառակուսի մետր աշխատում ենք մաքուր պահել ու կանաչ գոտի ենք սարքել այնտեղ։ 6-ամյա Մարթան էլ մայրիկի հետ էր եկել ու ակտիվ մասնակցում էր շաբաթօրյակին։ Օգնել եմ մամային։ Իսկ գիտես ինչի համար ես մաքրում դու։ Ինչի՞։ Որ կեղտոտ չլինի։ Այն, որ շաբաթօրյակը մեկ օրվա գործ չէ, հասկանում են բոլորը։ Մասնակիցների համոզմամբ կարևոր այստեղ մեկ այլ նպատակ է՝ օրինակ ծառայել մյուս քաղաքացիներին, ինչն ի դեպ ստացվում էր, քանի որ շատերը շաբաթօրյակին միանում էին ընթացքում։ Եթե հիմա ես ելնեմ Հայատում լապատկեն կամ փոցկավեկալ եմ մի բան մաքրեմ, մեկը պիտի գիտակցի չէ, որ այս մարդն անում է, ես էլ եմ իրան օգնեմ։ Այն մեկը տենց կամած հավաքվեն կլինի։ Շաբաթօրյակի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիների հետ ունեցավ նաև քննարկումներ, պատասխանեց հուզող հարցերին եւ ասաց, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն քաղաքապետարանի կողմից։ Թիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք այլ տեղեկատվությամբ։ Հեռանկարի տաղավարում այսօր հյուրընկալել են քաղաքագիտության դոկտոր, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին եւ փորձենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումները։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սերացումով, փորձագիտական շրջանակներում ավելի շատ հակված են այն կարծիքին, որ լայնածավալ առճակատումը, ռազմական առճակատումը անխուսափելի է։ Դուք ևս այդպես եք կարծում։ Ես անխուսափելի բառն օգտագործեմ հակառակով, անխուսափելի է չպատերազմելը։
որովհետև ենթադրում եմ, էլի, մի տոկոս թողենք ընդհանրապես, բայց միջուկային տերությունները իրար հետ չեն պատերազմում, բայց հարաբերությունների ամենասրացումներին գնում են, ով ում ներվերը կդիմանան, ինչպես ում կարող է պարտադրել, բայց նայեցեք նույնն էլ Ուկրաինայում եղավ, հիշում եք, Ռուսաստանը միջուկային զենք, բան եւ այլն, եւ չգնաց դրան, որովհետեւ դա համընդհանուր ոչնչացում է նշանակում, ընդ որում ասեմ դրա լուծումը վաղուց տվել է Քիսինջերը 1958 թվականին, 7 թվականին գիրք գրեց միջուկային զենք եւ համաշխարհային անվտանգությունը եւ շատ հիմնավորապես ապացուցում է։ Ես որ կարծում եմ, որ մնացածը թե եթե միջուկային զենքը կա, այն մեծ մասշտաբի հավանաբար Միջուկային զենքը վաստորեն ամենազսպող գործոն է։ Այո, զսպող գործոն է եւ դա առաջացնում է մի վիճակ եւ խուսափում են։ Ընդ որում ասեմ հետեւյալը, որ դրա ձեր ասածի ենթատեքստում հայտնի է, որ 1942 թվականի այդ շրջանում Միացյալ Նահանգներում գիտնականների խումբ սովետական հետախուզությանն է փոխանցել նաեւ միջուկային զենքի ստեղծման գաղտնիքը, ոչ թե դա դավաճանություն է եղել, այլ այդ գիտնականների խումբը մտածել է, որ եթե լինի մեկ միջուկային տերություն, պատերազմը անխուսափելի կդառնա, նամականներն ամենտեղ ցույց կտա, որովհետեւ հավասարակշռի, դա դավաճանություն չի։ Դեր իմացել եմ, որ ԽՍՀՄ չի կարող էլի այդ գյուտերը բաները տվել են։ Նա այդ շրջագծում է, բայց սրացումներ կլինեն, որտեղ Հնդկաստան, Ամեն դեպքում, Պակիստան։ եթե նույնիսկ չլինի լայնացավալ առճակատում, այլ ընդհանուր առմամբ սրացումներ, թեկուզ ինչ-որ այլ դրսևորումներով, այդ ամենը ինչպես կարող է ազդել մեր տարածաշրջանում, մասնավորապես մեր երկրի։ Մենք մեր կարծում եմ, որ մեր տարածաշրջանում դրական ազդեցություն կունենա, որովհետև ես ենթադրում եմ այն պոտենցիալը, որ ունի Հնդկաստանը եւ այն պոտենցիալը, որ ունի Պակիստանը, այս հարաբերակցության մեջ Հնդկաստանը գերակա է միանշանակ բոլոր ռազմական տեխնիկայի, մարդուժի, մշակութային հզորության հազար մի բաներ կան, Բանակի բյուջեով զինատեսակներով, այո, ամեն եւ լավագույն մի քանի անգամ մանավանդ որ ինք ունի նորագույն տեխնոլոգիաներ հիմա եւ այսօր հետաքրքիր վիճակագրություն կա միջուկային այդ մարտագլխիկներով գրեթե բալանս են եկած, հավասար են գրեթե։ Դա այլ դնում են կողքի, ես մնացածը Հնդկաստանը գերակա է, նաեւ եթե երկար շնչառության, ինչպես ասում են, պատերազմների ենթադրենք սովորական զենքերի, Հնդկաստանի պոտենցիալը տնտեսական մեծ է, Հնդկաստանը երրորդ խոշոր տնտեսությունն է դառնում կամ դարձել աշխարհում եւ Պակիստանը չի կարող, ուղղակի Պակիստանը այնտեղ մոլեռանդություն ունի իսլամի անկայունության, մեկ անկում գնացող պետությունը մյուսը չէ։ Հիմա ասեմ մի բան, որ դուք ասեցիք մեր վրա ինչպես կարող է ազդել։ Ուրեմն Քաշմիրի այդ շրջանում, որի համար է այդ վեճը եւ դա Արցախի խնդրի նման մի խնդիր է, ուրեմն սահմանների պաշտպանության հարց կա, լեռնային է, ուրեմն եւ այլն, տեղանքը եւ Հայաստանում PSI հայ-ամերիկյան ընկերության սենսորային տեխնոլոգիաները, որ պարոն ուրեմն Սամվել Գևորգյանի մշակումն է եւ իր խմբի հնդիկներին հայտնի է հուսանք, որ այդ պատերազմը հիմա կարակացնի, որպեսզի մեզնից կամ գնեն, կամ համատեղ ձեռնարկություն Հայաստանի մասին է խոսքը, սենսորային այդ տեխնոլոգիաները գնեն եւ սահմանի պաշտպանության համար օգտագործեն։ Ես գիտեմ, որ վարչապետ Մոդին անգամ այդ գյուտին ծանոթ է, բայց որ հիմա էլ ինչ-որ գործ է գնում, դա է ձեզ առի տեղեկություն եմ հայտնում, ուրեմն այս բանով։ Եւ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը որոշակի
Եվ այս փոքրիկ թեման ամփոփելով այս հակամարտությունում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ինչպիսին պետք է լինի, եթե առավելևս հաշվի առնենք, որ Հնդկաստանի հետ բարեկամական գործընկեր այն հարաբերություններ ունենք, եւ ճիշտ այդպիսի հարաբերություններ Ադրբեջանն ու Պակիստանը։ Հա, բայց գումարենք, որ Պակիստանն է միակ երկիրն աշխարհում, որ մեր անկախությունն ու պետական գոյությունը չի ընդունում, միանշանակ է, որ մենք կողմ ենք Հնդկաստանի հաջողությանը, որովհետեւ դա նաեւ ստրատեգիական հարց է։ Այո, այսպես միանշանակ է։ Մյուս իրադարձության մասին, թեև արդեն խոսում եմ սպասվող իրադարձության մասին, Բենյամին Նեթանյահուն մայիսի 7-ին, ինչ արդեն պաշտոնապես հաստատվել է, մեկնելու է Բաքու, առաջին հետաքրքիր փաստային է, որ մնալու է այնտեղ 5 օր առասարակ ոչ մի երկրների առաջնորդների այցեր այդքան չեն շարունակվում։ Հասկանալի է այնտեղ քննարկման թեմա կա իսրայելա-թուրքական հարաբերությունների հետ կապված, Ադրբեջանը միջնորդի դերը փորձում ստանձնել, բայց ամեն դեպքում Իսրայելի Ադրբեջանի մերձեցումը երբեք մեզ համար շահեկան չի եղել, դեռ ավելի մենք միշտ ուժել ենք դրանից։ Երևի ցողունային բուժում է անցնելու, որովհետև այդ 20 օր մնում է ինչ անի այդքան երկար ժամանակով։ Մենք ուղղակի ինչ ասեմ, մի բան կա, որ մենք պիտի անենք Իսրայելի հետ հարաբերությունները, մենք պիտի փորձենք զարգացնել ինչը որ նախորդ շրջաններում չի եղել, անկախ ինքը Ադրբեջանի հետ ինչպիսի հետաքրքրություններ ունի, մենք ունենք Իսրայելում բավականին հաջողակ հայկական համայնք, նաև Միացյալ Նահանգներում հայկական հրեական լոբիներ իրար հետ պետք է երկխոսության գնան։ Ես գիտեմ, որ այդ դժվարություններ կա, իրենք դժվար են գալիս, բայց մեզ խիստ անհրաժեշտ է եւ այդ կարգի պիտի չեզոքացնենք նման բաները։ Բայց այստեղ երկրորդ հարցեր կա, Նեթանյահու լինելը Բաքվում, Մոսկվայի համար հաճելի է, թե չէ, Թեհրանի համար հաճելի է, թե այսինքն սա մենակ մեր հարցը չի, եւ ուշադիր պետք է հետևենք, զարգացնել, նայել եւ այլն, նրա քայլերին հետևել, ինչ է անելու, ինչ չի անելու։ Ինչ ասենք, հա։ Թրամփը պաշտոնի վերադառնալուց հետո խոստացավ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն է տիրելու, բայց տեսեք վերջին օրերին Թրամփը սպառնում է, որ դուրս կգա Ուկրաինա, Ռուսաստան այդ բանակցություններում միջնորդական առաքելությունից։ Ինչ է սա նշանակում։ Ճշմարտ ձև է, իհարկե ինքն էլ երևի չէր հավատում, որ ուրեմն այդպիսի խաղաղություն կլինի։ Դուք հիշում եք, Պուտինը հայտարարեց, որ 3 օրում Կրեշչատի գում են լինելու եւ ուրեմն սովետական դրոշներով, աղջիկա հույսերով կարմիր բանակայիններ Ուկրաինա լցվեցին, 3 տարին անցավ, 4-րդ տարին է գալիս եւ այդ հաջողությունը չկա։ Ուզում եմ ասեմ, որ հայտարարությունները մի բան են, գործընթացը մի այլ բան է, բայց որ ներգրավված է, դա հաստատ է, երկրորդ մաս ունի։ Ուկրաինական բանակը կարողացավ այն հաջողությանը հասնել, որտեղ սուր հարց այնտեղ է, որ Թրամփը նաև տնտեսական համագործակցության այդ պայմանագիր կամ համաձայնությունը շատ շահեկան ձևով ստորագրեց, Զելենսկին կարողացավ Ուկրաինայի շահերը միանշանակ պաշտպանել եւ ինչ վտանգը որ ասում էին, այդ վտանգը չեղավ։ Այսօր մենք սովորելու բան ունենք այստեղ կռվելու իմաստով։ Ընդհանրապես այսպես ով կռվում է ինչ-որ բանի հասնում է եւ իրենք այդ հարցերը լուծեցին։ Հիմա խաղաղություն կլինի թե չէ, ճիշտ ասած, ես այդ կանել այդ հումանիզմը բանը, որ մարդ է զոհվում բան, դե մարդ է զոհվում մի կռվեք էլի, այդ բոլորը քամին է էլի։ Լավ, Թրամփի թեման շարունակելով։ Բայց Թրամփից մի բան եմ ուզում ասեմ մեզ, եթե Թրամփից էլ մեզ համար։ Ապրիլ 24-ին նրա հետաքրքիր հերրագրի բովանդակությունը իհարկե մեր Ես դա հենց ուզում հարցնել, դուք կարևորեցիք Թրամփի ուղերձը, թե շատերը միշտ սպասում են, թե ամերիկյան նախագահները ասելու են ասեցին, թե իրենց ինչ է տալիս։ Բայց դուք ռազմավարական գործընկերության այդ պատրաստակամության Ուրեմն այդ տնենք բառը օգտագործել, չօգտագործել, ամեն նախագահ որ կա ամեն առավոտ որ չպետք է ասի ցեղասպանություն կամ չգիտեմ ինչ այդ երկրորդ մասը կա որ նրա ուղերձում շատ ակնհայտ է եւ մենք շատ աշխատանք ունենք եւ նա ասում էր որ Հայաստանի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության այդ գործընթացը պիտի շարունակեն ես ենթադրում եմ որ մտածում եմ բայց մեր կառավարությանն առաջարկում եմ գիշեր-ցերեկ օրակարգը կազմել եւ շարժվել այս ուղղությամբ ռուսերեն խոսքը էլի ինչ ասեմ կրկնեց պրախոտը դվեց
հաջողությունը մերն այն լուսանցքը, որով մենք պետք է մտնենք Միացյալ Նահանգներ, մարդը հաստատական ասեց, հիմա ինքն է գրել, թե Ռուբիոն է գրել, դա կարևոր չի, չէ՞ այդ պարագայում։ Այստեղ այս աշխատանքը պետք է կատարվի անպայմանորեն եւ մենք շարժվենք առաջ։ Սա այն հավասարակշռման քաղաքականության մեջ լավագույն առիթ է Միացյալ Նահանգների։ Հիմա Հնդկաստանի բարակայում ասեմ, որ վերջին տարիներին կամ տարին Հնդկաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները գերազանց մերձեցման հարաբերությունների վիճակ ունեն, սա նաև նպաստավոր է այս աշխատանքը մեր կողմից շարունակելու համար։ Ես առաջարկում եմ քաղաքականության մեջ միշտ շահի պահ առաջինը քննել, հետո մնացածները, որ բառով ինչով, այնպես որ պիտի ողջունել դա։ Տեսեք, խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, տեսեք, Թրամփը ամբողջ աշխարհին սպառնում է պատժամիջոցներով, եթե Իրանից նավթ կամ նավթամթերք գնենա եւ հասկանալի է, որ եթե դա իրականում տեղի ունենա, այսինքն գործի դրվեն այդ միջոցները, սպառնալիքները, ապա Հայաստանը կհայտնվի այդ ցանկում դժոխ երկրների։ Այդ դեպքում օրինակ կարող է Միացյալ Նահանգները աչք փակել Հայաստանի վրա, հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր տնտեսություն ունի եւ այլ ընտրանքել չունի, կախված է իրանական եւ Ինձ թվում է մենք շահեկան դիրքերում ենք լինելու եւ դա լինելու է այդ հերակիրը այդ պատժամիջոցների ընթացքին զուգահեռ է կամ այդ ամբողջի մեջ է, չէ՞։ Ուզում եք ասել, եթե պատժամիջոցները լինեն, Հայաստանին չեն սպառնա։ Ասեմ ինչի համար։ Հայաստանի շորքեր բացառություն Հայաստանի հանդեպ մեղմություն Միացյալ Նահանգների կողմից միշտ է եղել, այս կամ այն չափով։ Մի բան եմ ուզում ասեմ, կարծում եմ հենց Թրամփի եւ նրա թիմի մոտ այդ աշխատանքը կա։ Բժեզինսկին շախմատային մեծ տախտակայդի գրքի մեջ գրում է, որ այդուհանդերձ ասում է Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները ուրեմն այդ վատթար վիճակը ստրատեգիական բնույթ չունեն, տակտիկական են։ Ինձ թվում է հենց այդ process-ն է լինելու եւ այդ process-ը գնում է։ Մենք նկատի ունենանք, որ Սիրիայից հետո այդ ուղղությամբ հագված է նաեւ ուրեմն իրանական կողմը եւ մեզ համար իսկապես կարող է դրական ֆոն առաջանալ, որ կա։ Եվ քանի որ Թրամփի ուղերձից էլ խոսեցինք, շատերը Թրամփի ուղերձում ցեղասպանություն եզրույթը չօգտագործելը պայմանավորեցին մեր ներքաղաքական, այսպես ցեղասպանության թեմայի հանդեպ որոշակի այսպես փոփոխություններով, եւ շատերը հատկապես ընդդիմությունը ուղղակի մեղադրում են իշխանություններին ցեղասպանությունը ուրանալու մեջ։ Ընդդիմությունը Հայաստանը, որ իրականության մեջ ռևանշիզմ է եւ ռուսական ազդեցության ուժ է, նա ուզում է Հայաստանի Հանրապետության վրա դնի մի բեռ, որի տակ Հայաստանի Հանրապետությունը ճգռի եւ Ռուսաստանից օգնություն խնդրի։ Այնպես որ շարժվենք առաջ, կասեն չեն ասի, կարևորը ռազմավարական գործընկերությունն է։ Ամեն դեպքում դուք չեք համարում, որ ուրացման քաղաքականություն։ Չէ, իհարկե, ինչի մասին է խոսք, ինչ ուրացում, բայց պետություններն իրավունք ունեն քաղաքականության մեջ, ժամանակի ու տարածության մեջ ակցենտները փոխեն, առաջ տեղաշարժեն եւ այլն։ Այս մարդիկ մինչեւ մի չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ պետական շահը բարտավորեցնում է անվտանգություն, զարգացում եւ այլն, զուգահեռաբար նաեւ ցեղասպանության հարց եւ դրա համար ես առաջարկ ունեմ։ Առաջարկս հետեւյալն է՝ ցեղասպանության ճանաչման հարցը ներքին պայմանավորությամբ Սփյուռքի վրա պետք է դրվի, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է աշխարհում մեկ անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության զարգացման հարցերով զբաղվի։ Աշխատանքի բաժանում է պետք։ Իհարկե դա Մոսկվան չի ուզում, դա չի ուզում նաև ռևանշիզմը, բայց դրանք անցած էտապ են։ Կարծում եմ, որ մենք մեր ազգային շահերը լավ ենք հասկանում, եւ Միացյալ Նահանգներն էլ այսպես գիտեք ինչ կա, եթե Միացյալ Նահանգները մի օր որոշեն, որ Սևրը պետք է կյանքի կոչվի, մեզ չեն էլ հարցնե, երկրորդը մեզ կհրավիրեն, կասեն մի հատ ուզեք, որ տանք, եւ մենք կուզենք։ Դրա համար այդ գումարները նաև ցեղասպանության ուղղորդել Հայաստանի Հանրապետության բանակի վերազինման ուղղությամբ։ Էս է Հիմա ցեղասպանության այդ տասնյակ տարիներ հետապնդվեց սպეციფიკա կա եւ հաջողություններ եղան 100 քանի պետություն է։ Ես ցես գիտեմ քաչադաղյակ եք հարց եմ տալիս։ Այդ ճանաչած պետությունների մեջ կա որևէ պետություն, որի գործատիր մարմինը ճանաչել է ցեղասպանություն, այսինքն կառավարություն։
Կա որևէ կառավարություն, որ ճանաչել է։ Չկա, չէ, չկա։ Ուրեմն դրա համար պետք չի այդպես բան անել, աշխատել խելքով եւ այլն։ Եթե իրենց պետք լինի կասեն, մնացածն իրանք այստեղ շահեր կան, ովքեր ցեղասպանության հարցերով են զբաղված մեր մեջ, առաջացել է բյուրոկրատիա, աշխատատեղեր եւ այլն եւ այլն։ Ես առաջարկում եմ այդ ամբողջը տեղափոխել Հայաստանի Հանրապետության հզորացման, տեխնոլոգիական վերաձգման եւ այլ ոլորտներ։ Հիմա ասենք ճանաչեցին, չճանաչեցին, եւ մենք բանակում ինչ հաջողություն ունեցանք ճագերտավոր բանակը պարտվեց, տարածքները կորցրինք։ Իսկ հակառակը, եթե հզոր լինեինք, չէինք պարտվի, չէ՞։ Ավարտում ենք, պարոն Շիրինյան, եւ վերջում այս քանի օրերին կարծես թե սահմանային միջադեպեր, հա, կերակոցներ չկա, ապատեղեկատվություններ չկա, գոնե այս մի քանի օրերին ինչ որ առումով նաև ու կարծիք կա թե նաև Ալիևի հռետորաբանությունն է փափկել, մեղմվել, դուք ինչպես կմեկնաբանեք։ Իսկ գոյ է տարել, դա հայտնի բան է, մեկուսացվեց եւ դա մեր քաղաքականության հետ նաեւ կապ ունի եւ երկրորդը ուրեմն Ալիևը հոմենակ չի աշխարհում եւ Պուտինից երաշխիք չունի, որ հարձակվի Հայաստանի վրա, սա իրականն է, իսկ ընդհանրապես միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չեն, մենք հիմա ուրիշ բանի մասին պիտի մտածենք, արդեն մենք պետք է մտածենք մեր տարածքները պաշտոնապես ճանաչված հետ բերելու մասին, այսօրությամբ աշխատենք, խնդրեմ։ Այսքան արգել հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։